Կրկին ողջույն սիրելի հետևորդներ, Լոս Անջելեսում ժամը 4-ն է եւ ես իրով ներկայացնում եմ այս ժամի լուրերը։ Թողարկման համար հիմնականում առանձնացրել եմ ավելի տեղեկատվական եւ հետաքրքիր լուրերի ընտրանին, քան խորը քաղաքական թեմաներն են։ Եկեք կանցնենք դրանց ներկայացմանը, բայց մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութերը, հատկապես կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանությունների բաժնում, իսկ ձեր աջակցությունը, ինչպես միշտ, մեզ համար կարևոր է ու անփոխարինելի։ Կարևոր մի տեղեկատվություն նրանց համար, ովքեր որ պատրաստվում են քաղաքացիության համար հարցազրույցին, ԱՄՆ կառավարությունը հայտարարել է նոր փոփոխությունների մասին։ Ապագա քաղաքացիության դիմորդները պարտավոր կլինեն հանձնել ավելի բարդացված քաղաքացիության քննություն։ Թեստը վերականգնում է Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի օրոք 2020-ին ներդրված տարբերակը, որը հետո չեղարկվել էր Բայդենի կողմից։ Նոր կարգով դիմորդները պետք է ուսումնասիրեն 128 հարց եւ ճիշտ պատասխանեն 20-ից առնվազն 12-ին։ Նախկինում անհրաժեշտ էր պատասխանել 10-ից 6 հարցի։ Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի կեսերից։ Թեստը կներառի հարցեր Միացյալ Նահանգների սահմանադրության 10-րդ փոփոխության, դաշնային փաստաթղթերի, նախագահ Դուայթ Էյզենհաուերի, հիմնադիր հայրեր Համիլթոնի եւ Ջեյմս Մադիսոնի մասին։ Միաժամանակ Թրամփի վարչակազմը վերականգնում է նաև թաղամասային ստուգումներ կոչվող մեթոդը հարևանների ու գործընկերների հարցազրույցներով եւ ավելացնում է բարոյական նկարագրի գնահատման խիստ չափանիշներ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միչիգանում ելույթում հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է աշխատավոր ընտանիքների հարկային կրճատումների քաղաքականությունը եւ նրա խոսքով այսպես կոչված մեծ եւ գեղեցիկ հարկային օրինագիծը նախատեսում է չհարկել թե անվճարները եւ հավելյալ աշխատանքային ժամերի վճարները թույլ տալով աշխատողներին պահել իրենց ավելի շատ վաստակած գումար։ Բացի այդ ավելացել են երեխայի համար հարկային արտոնությունները, որոնք Վենսի խոսքով կարևոր քայլ են ամերիկյան երազանքի վերականգնման համար։ Միաժամանակ Bloomberg Tax-ի կանխատեսումների ներքին եկամուտների ծառայությունը IRS-ը 2026-ի համար դաշնային եկամուտների սանդղակները կճշգրտի մոտ 2.7% գնաճի հիման վրա հանրապետականների ընդունած մեծ եւ գեղեցիկ հարկային ու ծախսերի օրենքի շնորհիվ երկու ամենացածր հարկային սանդղակները կաճեն մոտ 4%։ Սա նշանակում է, որ հարկատուները հաջորդ տարի պետք է ավելի բարձր եկամուտ ստանան, որպեսզի անցնեն հաջորդ հարկային սանդղակին։ Օրինակ 2025 թվականին $50,000 եկամուտ ունեցող միայնակ աշխատողի համար բարձրագույն հարկային սանդղակը կլինի 22%, իսկ 2026-ին 12%։ Բացի այդ, նոր օրենքով նախատեսվում է տարեցների համար $6,000 հավելյալ նվազեցում։ Հարկային դրույքաչափերը մնալու են անփոփոխ 10, 12, 22, 24, 32, 35 եւ 37%, սակայն եկամտի շեմերը բարձրանալու են գնաճի հաշվարկի հիման վրա։ Պաշտոնական հայտարարություն IRS-ը նախատեսում է անել հոկտեմբերի կեսերին կամ նոյեմբերի սկզբին։ Ինչպես նաև կարող եք ծանոթանալ սանդղակին եւ միայնակի դեպքում եւ ամուսնացածի դեպքում այս սանդղակը հատկապես հարկատուների համար է։ Ամերիկյան խոշոր տնային ապրանքների ցանցը Lowe's-ը համաձայնել է վճարել $1 միլիոն, որպեսզի լուծի դատական գործը, որի շրջանակում ընկերությանը մեղադրել էին Կալիֆոռնիայից իր 110 խանութներում գնորդներից գանձած գումարները գովազդվածից բարձր լինելու մեջ։ Լոս Անջելեսի շրջանային դատախազության տվյալներով հետաքննության նախաձեռնողը եղել է Սան Դիեգոյի շրջանային դատախազությունը, Սոնոմայի, Օրենջի, Սան Բեռնարդինոյի եւ Ալամեդայի շրջանային դատախազությունների աջակցությամբ, սակայն խախտումները վերաբերում էին Կալիֆոռնիայի ավելի լայն տարածքին։ 2018-ից 22 թվականներին Lowe's-ը ստացել է գնի ճշգրտության խախտումների տասնյակ արձանագրություններ, մոտ 4.4% ապրանքների համար գանձվել է միջինում 19.3%-ով ավելի բարձր գումար, քան նշված է եղել պիտակների վրա։ Բացի $1 միլիոն տուգանքից Lowe's-ը կվճարի ավելի քան $61,000 հետաքննության ծախսերի եւ փոխհատուցման համար։ Կկատարի պարտադիր փոփոխություններ խանութներում, կբարելավի աշխատակիցների վերապատրաստումը եւ պարբերաբար կանցկացնի գների աուդիտ։ Ընկերությունը նաև ուղղակիորեն արգելված է լինելու արդեն գանձել ապրանքից կամ գովազդից բարձր գին, քան նշված է։ Միևնույն ժամանակ Lowe's-ը համաձայնության մեջ չի ընդունել մեղավորությունը։ Մնանք Կալիֆոռնիայում, այստեղ բացահայտվել է մանրամասն պլանավորված նվերքարտերի գողության խարդախություն, ուշադիր է պետք լինել եւ այս բացահայտման արդյունքում երկու տղամարդ են ձերբակալել։ Երկուսն էլ տասնյակ հազարավոր քարտերից հանել են մեծ գումարներ։ Սանտա Ռոսայի ոստիկանության տվյալներով 29-ամյա Յոնգ Շեն Ժաուն եւ 33-ամյա Ժի Պեն Լին
որոնք Էլմոնտեից եւ Մոնտերեյ պարկից են։ Սոնոմայում այցելելով մի շարք CVS խանութներ արժանացել են ոստիկանների ուշադրությանը։ Ոստիկանության սերժանտը նրանց հետևել է մինչև Սանտա Ռոզայի խանութներից մեկը, որտեղ Ժաուն քարտեր է փոխարինել։ Ոստիկանները կազմակերպել են մեքենայի կանգնեցում, որի ընթացքում հայտնաբերվել է մոտ 10,000 նվեր քարտ, դասավորված ըստ խանութների տեղակայման, ինչպես նաև հաշվառված գրառումներ եւ մոտ $7,000 կանխիկ գումար։ Հետագայում իրականացված խուզարկությամբ նրանց հյուրանոցում հայտնաբերվել է եւս 15,000 նվեր քարտ։ Քննիչները կարծում են, որ նրանք ամիսներ շարունակ իրականացրել են այս խարդախությունը Կալիֆոռնիայի ավելի քան 200 CVS-ի խանութներում։ Խարդախները վերցրել են օրինական նվեր քարտերը, գրանցել կամ փոխել են ակտիվացման տվյալները, ապա դրանք նորից փաթեթավորել եւ վերադարձրել են խանութներ։ Հետո անմեղ գնորդները գնել են քարտերը, իսկ ակտիվացումից վայրկյաններ անց գումարները փոխանցվել են կեղծարարներին։ Ժաուն եւ Լին ձերբակալված են, նրանց մեղադրանքի առաջադրվել գողության, խոշոր գողության, քարտային տվյալների կեղծման եւ դավադրության մեջ։ Յուրաքանչյուրի համար սահմանվել է $100,000 գրավ, Լին այս պահին մնում է կալանքի տակ, մինչդեռ Ժաուն արդեն ազատ է արձակվել գրավի դիմաց։ Օրեր առաջ Լոս Անջելեսում իրավապահները հայտնաբերել են երիտասարդ աղջկա D Tesla մեքենայի առջևի բեռնախցիկում, որը գտնվում էր Հոլիվուդի տուգանային ավտոտնակում։ Մեքենան գրանցված է երգիչ D4VD-ի անունով։ Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական գրասենյակը հաստատել է զոհի ինքնությունը։ Նա 15-ամյա Սելեստե Ռիվաս Էրնանդեսն է, որը 2024 թվականի ապրիլին անհետացել էր Լեյք Էլսինոր քաղաքից։ Էրնանդեսի որոնման ընթացքում տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ վերջին անգամ նրան տեսել էին 2024 թվականի ապրիլի 5-ին, երբ նա եղել է 13 տարեկան։ Նա հագած էր եղել մոխրագույն տաբատ, սև բաճկոն, Hello Kitty հողաթափեր եւ գլխարկ։ Մեքենան տեղափոխվել էր Հոլիվուդ Հիլզից որպես լքված ավտոմեքենա։ Ավելի ուշ տուգանային կայանման տարածքում աշխատողները զգացել էին տհաճոտ, ինչից հետո ոստիկանների էին հրավիրել եւ ներսում հայտնաբերել էին մարդկային մնացորդներ։ Ճիշտ է, ցավալի այսպիսի լուրով ավարտեցինք ժամը 4-ի թողարկումը, բայց այսքանն էի նախատեսել, կհանդիպենք երեկոյան ժամը 8-ի հիմնական թողարկման, այնտեղ արդեն ավելի խորը եւ քաղաքական կլինեն, եւ տնտեսական, եւ միջազգային հարաբերություններին վերաբերող։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։